փոխնակ մայրերի մասին պահանջարկը վերջին տարիներին մեծացել է, ինչպես հասկանում եմ, ինչով է դա պայմանավորված։ Մեր օրենքը թույլ է տալիս փոխնագմոր կիրառումը մեր պետությունում, որովհետև շատ պետություններ թույլ չեն տալիս եւ բացի դրանից մեր մոտ փոխնակ մայրը չի համարվում մայր, օրինակ ինչպես Ռուսաստանում։ Փոխնակ մայրը իրավունք ունի պահել Ռուսաստանում երեխային եւ չտալ, որովհետև ինքը համարվում է անկախ որ իր հետ կապ չունի ընդհանրապես այդ սաղմը բալիկը գենետիկորեն ոչ մի կապ չունի, քանի որ ինքը ծնունդ է տվել բալիկին, ինքը իրավունք ունի ծնողներին կենսաբանական չտալու։ Իսկ Հայաստանում այդ օրենքը կենսաբանական ծնողների օգտին է, այսինքն փոխնակ մայրը համարվում է իրենց օգնող այն մարդը, որը որ երեխային լույս աշխարհաբերել, բայց չի կարող պահել։ Արդար է, ստացվում է, որ այդ մարդկանց գեները մեկ էլ մի ուրիշ մարդ։ Ասում եմ, որ չեմ տալիս, ու ոչ մեկ չի կարող ասել, որ դու պետք է տաս, որովհետև դա քո երեխան չի։ Հայաստանում դա օրենքով կարգավորվում է, Այո, Հայաստանում կենսաբանական ծնողների օգտին են օրենքները, այսինքն փոխնակ մայրը իրավունք չունի պահել երեխային։